Այսօր ես եղել եմ տիկնիկային թատրոնում։ Նայել է մատնաչափիկի ներկայացումը, որը ստվերային ներկայացում է։ Այնտեղ խաղացնում էին կուկուներ էսրանից ուղղակի կաշվից։ Ու մատնաչափիկը ծնվել է ծաղիկի մեջից։ Ունտե կար մի ծաղիկ, որ այսօր բաներ մեծ վարդ էր, որ կպածեր պատրժկամից, ունենց մեծ էր այսենց։ Որի մեջ ծնվել էր մատնաչափիկը։ Անես։ Հետո մատնաչափիկին գործերը ուզեցին գործ մաման ուզեց ամուսնացնել իր երեխու հետ։ Բայց մատնաչափիկին փրկեց մի հատ կուզնեչիկի պես բան, մի հատ կուզնեչիկի թե ինչ էր, թե տարաքներ, իրան փրկեց։ Բայց հետո այդ մովասի նման ենթանին ուզում էր բանը էլի մատնաչափիկի հետ ամուսնանալ, բայց հասկացավ մատնաչափիկը թիթեռ չի, ինքը ուզում էր ամուսնանալ թիթեռի հետ, ասաց չգնա։ Հետո մատնաչափիկին մի հատ ձմեռ եկավ, մատնաչափիկին մի հատ մուկ տարավ գետնի տակ, ասաց արի իմ տանը մնա։ Հետո բանը եկավ խլուրդը, ուզեց ամուսնանալ մատնաչափիկի հետ, ու մուկը ասաց չէ, բայց խլուրդը ասաց că ցորեն կտամ ու բայց մատնաչափիկին ամուսնացնի, բանը մատնաչափիկը վերջին պահին ասաց ուզում եմ գնամ մի հատ լույսը տեսնեմ, բայց չեմ տեսնի, քանի որ խլուրդը ատում է գետնի տակ, մատնաչափիկը գնաց ու ծիծեռնակը այսքան մի հատ հիշեմ, հենց ծիծեռնակը իրան տարավ։ Այսքան մի հատ ծիծեռնակ եկավ, իրան տարավ օդում մի հատ իրապես մատնաչափիկ, բայց որ տղայա, պրինց մատնաչափիկը, որ թևեր ունի, իրան ծիծեռնակի վրայից փչացեց, տարավ, ամուսնացեց իր հետ, մատնաչափիկը համաձայն էր։ Իսկ դու եկավ այդ ներկայացումը։ Այո։ Հա, էլի կգնայիր։ Հա։ Կընկեր մագային ու կընկերների կխոր կտայիր։ Հա, բոլոր հարցերդ հա։